Հայաստանում աշխատանք փնտրողների թիվը նախորդ տարիների համեմատ նվազել է 12%-ով։ Սա զբաղվածության պետական ծառայության պաշտոնական տվյալն է, որը դեռ չի նշանակում, թե ավելացել է աշխատանք ունեցող քաղաքացիների թիվը։ Կամ աճել է թաքնված զբաղվածների թիվը, կամ աշխատանքային միգրանտների թիվը, սա են պատճառները, կամ արտադրությունը զարգանում է, աճում է եւ նոր տեխնոլոգիաների կիրառման արդյունքում արտադրողականությունը աճում է, որը բերում է աշխատատեղերի կրճատում։ Իսկ արդյոք եկամտային հարկի մասին նոր օրենքը կարող է ավելացնել գործազուրկների բանակը։ Ոչ մեկը այդքան միամիտ չի, երբ հատկապես ես, որ այսքան փորձառու եմ, որ որևէ բան երաշխավորեմ։ Պարզապես մտածում եմ, որ դրան համապատասխան, քանի որ դարձյալ բարեփոխումներ են իրականացում, պետք է երաշխավորվի այն, որ նորից թաքնված զբաղվածների բանակը կամ գործազուրկների բանակը չաճի։ Հայաստանյան աշխատաշուկայում այսօր մեծ խնդիր ունեն առաջին հերթին հաշմանդամները։ Նրանք մրցակցությունից դուրս են։ Վեներա կադրային կենտրոնը հաշմանդամների նույնիսկ չի էլ հաշվառում աշխատանք փնտրողների ցանկում։ Մենք չենք գրանցել իրենց մեր բազայում, քանի որ պահանջ չի եղել։ Ի տարբերություն մասնավոր այս կառույցի զբաղվածության պետական ծառայությունը 2006 թվականից իրականացնում է ծրագիր, ըստ որի եթե գործատուներն աշխատանքի ընդունեն հաշմանդամի, ապա ծառայությունը 2 տարի կվճարի նրա աշխատավարձի 50%-ը։ Բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձը։ Իդեպ զբաղվածության պետական ծառայության վիճակագրական տվյալներով եւ գործազուրկների եւ զբաղվածների թվով առաջատարը Երևանն է, սակայն մարզերը մայրաքաղաքից հետ չեն մնում։ Միջինից բարձր է գործազուրկության մակարդակը Լոռիում, Տավուշում, Սյունիքում։ Նայնե Սարգսյան, IFE։ Իրականացված ծրագրի արդյունքում